Մասացոտնի նույնիսկ թեմը վեհափառ Հայրապետի կողմից է հիմնված։ Ինքը վեհափառ Հայրապետի ժամանակ է եպիսկոպոս ձեռնադրվել։ Իր կյանքի, ասենք, ձեռքբերումների մեծագույն մասը պարտական է վեհափառ Հայրապետին։ Ես զարմանում եմ իրենց նաև երախտամոռությունից, այդ տիրադավ կոչվածների երախտամոռությունից եւ նաև միաժամանակ հիանում եմ վեհափառ Հայրապետի մեծահոգության, համբերատարության, որ նայեք ինչքան երկար ժամանակ վեհափառ Հայրապետը համբերատար կերպով սպասում է, որպեսզի իրենք օրինական, կանոնական դաշտ վերադառնան։ Եվ փառք Աստծո տեսնում ենք, որ Մասյացոտնի թեմի քահանաների հիմնական մասը իրենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, վեհափառ Հայրապետի եւ իրենց հավատքի մեջ իրենց ուխտին հավատարիմ են եւ փառք Աստծո տեսանք նաեւ նորանշանակ առաջնորդը ինչպես առաջի թեմական ժողովը կատարեց եւ ոստիկանական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից այսպես վախի մթնոլորտ ստեղծելու այս գործիքակազմը չանցավ եւ փառք Տիրոջ թեմը Տիրախնամ թեմը Մասյացոտնի շարունակում է իր գործունեությունը Աստծո ողորմածությամբ եւ վստահ ենք առաջիկայում նաեւ եւ մնացած խնդիրներն էլ կպարզվեն եւ չի կարող թեմի առաջնորդանը ոստիկանական ուժերի հենակետ եւ ԿՊ-ի հավաքատեղի դառնալ։ Ինքը պիտի շարունակի գործել որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդարան։ Այն ինչ որ եղավ Հովանավակի դեպքում, այսինքն Ստեփան Ասատրյանը ժամանակավոր է Ստեփան Ասատրյանը պարտավոր է լքել Հովանավանքը, որտեվ ինքը այլևս հոգևորական չէ, աշխարհիկ անձ է, ավելացնեմ բացի աշխարհիկից ստախոս անձնավորություն է, ես ինքս էլ ականատես եմ եղել ինչպես է ինքը ստում, նաև զրպարտիչ է, քահանաների մասին զրպարտանքի պատճառով թեմի քահանաների տներում խուզարկություն են կատարվել եւ նաև ապօրենի կերպով թեմակալ առաջնորդը այսօր կալանքում է գտնվում։ Ես լսել եմ, որ 30 արծաթին համարժեք դրամ են իրենց տվել սիմվոլիկ կերպով, որպես իրենց վարձատրություն։ 30 արծաթին համարժեք դրամի մասին է խոսքը, չգիտեմ ինչ հաշվարկով կամ ինչ արծաթի հարկով են հաշվարկը արել, բայց իրենք 30 արծաթի են ընդամենը արժանացել, ինչպես իրենց հենց այսպես ասեմ հոգևոր հայրը Հուդան։